Բարև ձեզ։ Թերևս բոլորն են արդեն ծանոթ ադրբեջանական պետական վանդալիզմի հերթական դրսևորման մասին տեղեկատվությանը։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ոչնչացվել է մայր տաճարը։ Ադրբեջանի այս գործողությունը Երևանից չի արժանացել որևէ արձագանքի, թեպետ գլխավոր արձագանքը կամ գլխավոր խոսքը Երևանն ասել է շատ վաղուց, Ադրբեջանին տալով Արցախում գործողությունների լիակատար ազատություն։ Դա 2022 թվականին հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու խոսքն է կամ գործողությունը։ Դրանից հետո պաշտոնական Երևանը փաստացի Ադրբեջանին տվել է այնտեղ գործելու ազատություն եւ հետագայում ավելի ու ավելի ամրագրել այդ ազատությունը կամ իրավունքը, խոսելով այն մասին, որ Հայաստանը պաշտպանվում է իր միջազգային սահմաններով, իսկ Արցախը եղել է Ադրբեջանի տարածք, հետևաբար դա նշանակում է, որ այդ տարածքում ինչ եղել է, ենթակա է Ադրբեջանին։ Ըստ այդմ Երևանը Ադրբեջանին տվել է Արցախում գործողությունների, այդ թվում պետական մակարդակով վանդալիզմի կանաչ լույս։ Սակայն խաբեություն կամ ինքնախաբեություն է, եթե մենք պատկերացնում ենք, թե միջազգային սահմանը պաշտպանում է Հայաստանը, իսկ այն, ինչ անում է Ադրբեջանը Արցախում այսօր, դա վերաբերում է միայն Արցախին։ Միայն Հայաստանն է, որ առաջնորդվում է, այսպես ասած, միջազգային սահմանների պաշտպանության կամ պաշտպանվածության տրամաբանությամբ։ Աշխարհում այսօր որևէ մեկը կամ լրջմիտ որևէ խաղացող չի առաջնորդվում այդ տրամաբանությամբ։ Առավել ևս Ադրբեջանը որևէ կերպ չի հայտարարել, որևէ բանավոր կամ գրավոր արձանագրումով չի սահմանել միջազգային սահմաններով, այսպես ասած, հարաբերություն կառուցելու հաստատուն պարտավորություն, եւ հակառակը, Ադրբեջանը բացահայտորեն շարունակում է հավակնություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս, եւ դրանց մենք ծանոթ ենք Ադրբեջանի թե պաշտոնական հայտարարությունների եւ թե նաեւ ոչ պաշտոնական խողովակներով ասվող մտքերի կամ այսպես ասած հեռանկարների մակարդակով, որովհետև Ադրբեջանը ինչ որ հարցեր եւ հավակնություններ Հայաստանի հանդեպ ներկայացնում է բացահայտորեն պաշտոնական մակարդակով եւ որոշ հարցեր դեռևս որոշ հավակնություններ դեռևս ներկայացնում է ոչ պաշտոնական մակարդակով, ինչի մասին բազմիցս խոսել ենք, Ադրբեջանում այդ ոչ պաշտոնական մակարդակը ընդամենը նախնական աստիճանն է պաշտոնական մակարդակի քաղաքականության իմաստով։ Եվ Ադրբեջանը Արցախում այդ վանդալիզմը իրականացնում է բացարձակապես ոչ այն տրամաբանությամբ, որ Արցախը իրենն է եւ ինչ ուզում այնտեղ իրականացնում է։ Ադրբեջանն Արցախում գործում է հենց հայաստանյան տրամաբանությամբ, այսինքն դիտարկում է, որ սա հայաստանյան իրողության, հայկական պետականության հանդեպ իր հավակնության մի բաժինն է ընդամենը, որտեղ ինքը ստացել է գործողությունների լիակատար ազատություն, իսկ մյուս բաժնի արդեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ շարունակում է հավակնությունները եւ գործողությունների տարածություն բացելու քաղաքականությունը։ Եվ այստեղ ամենաէականը Երևանից հնչած արձագանքների շարքում հոկտեմբերի 6-ի 2022-ի հոկտեմբերի 6-ի այդ հայտարարությունը կամ համաձայնությունը Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս առանցքայինը չէ Ադրբեջանին ազատություն տալու իմաստով։ Առանցքայինը անկախության հռչակագիրը, այլ կերպ ասած, հայկական պետականության իրավաքաղաքական հիմքը կոնֆլիկտային դիտարկելն է, կոնֆլիկտային հայտարարելն է։ Սա է Ադրբեջանին տրված գլխավոր կանաչ լույսը եւ Արցախում անմիջական գործողությունների իմաստով, իսկ նաեւ Հայաստանի նկատմամբ հավակնությունների արտահայտման իմաստով ադրբեջանական քաղաքականությունը ճանապարհ է ընկել հենց Հայաստանի տված այս կանաչ լույսի շնորհիվ։ Արցախը ընդամենը այս ամենի մի մասն է, որտեղ Ադրբեջանը կրկնեմ ստացել է շատ ավելի ազատ եւ անկաշկանդ անմիջական գործելու հնարավորություն։ Բայց մենք տեսնում ենք, որ չի բավարարվել այնտեղ ստացածով։
Ադրբեջանը անցել է Հայաստան, բառի ինչ որ իմաստով բուն եւ ինչ որ իմաստով պատկերավոր առումներով։ Եվ Հայաստանի հանդեպ շարունակվող հավակնությունները վկայում են, որ ադրբեջանական չափումը ամենևին միջազգային սահմանների տրամաբանությամբ չէ, որովհետև Ադրբեջանում ցավոք շատ ավելի լավ են հասկանում, որ ներկայիս աշխարհում չկան միջազգային սահմաններ։ Ներկայիս աշխարհում միջազգային սահմանները չունեն ոչ մի նշանակություն, ինչպես միջազգային իրավունք ասվածը։ Ներկայիս աշխարհում գոյություն ունեն աշխարհաքաղաքական սահմաններ եւ աշխարհաքաղաքական սահմանների համար պայքարի կամ դրանց փոփոխության համար պայքարի շատ կոշտ եւ ինտենսիվ գործընթաց։ Մենք դա տեսնում ենք տարբեր ռեգիոններում, տարբեր կոնֆլիկտների տեսքով։ Օրինակներ կարելի է թվարկել, բայց կարծում եմ որևէ իմաստ չկա, որովհետև եղածը շատ աղաղակող է։ Եվ այս տեսանկյունից կրկնեմ, Ադրբեջանը Կովկասում իրավիճակը չափում է աշխարհաքաղաքական սահմանների տրամաբանությամբ եւ հայկական պետականությունը, նաեւ Հայաստանի Հանրապետության այսպես ասած միջազգայինորեն ճանաչված սահմանը, ինչին փորձում է հղում անել պաշտոնական Երևանը։ Ադրբեջանը դիտարկում է իր աշխարհաքաղաքական սահմանի տրամաբանության մեջ եւ ներկայացնում է հենց այդ հավակնությունը։ Եվ այստեղ է գլխավորը անկախության հռչակագիրը Հայաստանի պետականության իրավաքաղաքական հիմքը հռչակելով կոնֆլիկտային, պաշտոնական Երևանը լեգիտիմացնում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի այդ հավակնությունը նաեւ աշխարհաքաղաքական դերակատարների շրջանում, որոնք ավելի գլոբալ մակարդակում են պայքար մղում աշխարհաքաղաքական սահմանների համար։ Ադրբեջանը փորձում է իր տրամաբանությամբ տեղավորվել այդ գլոբալ մակարդակի շրջանակում եւ բնականաբար քաղել իրենը։ Հայաստանը իր իրավաքաղաքական ծննդյան վկայականը համարելով կոնֆլիկտային, Ադրբեջանին տալիս է այդ բերքը քաղելու լեգիտիմ հնարավորություն։ Այստեղ է խնդիրը, եւ այն, ինչ կատարվում է, կրկնեմ, Արցախում, դա պարզապես Արցախին վերաբերող հարց չէ, երբեք չի եղել եւ այդպիսին չէ առավել եւս։ Եվ մենք այս իմաստով պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը տվել է Ադրբեջանին մի հնարավորություն, որից Բաքուն կարող է օգտվել, երբ պրոցեսները Կովկասում ստանան ինտենսիվ բնույթ, աշխարհաքաղաքական սահմանների համար պայքարը ստանա ինտենսիվ բնույթ։ Այս տեսանկյունից մենք տեսնում ենք, որ հիմա Կովկասում համեմատաբար պասիվ ռեժիմ է եւ ակտիվությունն ու ինտենսիվությունը այլ ուղղություններով են, թեպետ դրանց մի զգալի մասը Կովկասից ոչ այնքան հեռու։ Բայց Կովկասի առնչությամբ հարցերը մեղմ ասած չունեն պատասխաններ։ Հարցերը շատ են եւ բաց են այդ հարցերը։ Ու այստեղ դարձյալ անկախության հռչակագրի վերաբերյալ Երևանի այդ գնահատականը, իբր այդ փաստաթուղթը կոնֆլիկտային է, հետեւաբար ստացվում է կոնֆլիկտային է հայկական անկախ պետականությունը, ստեղծել է մի վիճակ, երբ բոլոր հարցերի պատասխանները պահանջվում են Երևանից կամ պահանջվելու են Երևանից, որովհետև ինքնակամ, հոժարակամ հռչակվել է Հայաստանի պետականությունը, հռչակվել է կոնֆլիկտային։ Եվ բացարձակապես կապ չունի, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է պաշտպանվել միջազգային սահմաններով։ Կրկնեմ, միջազգային սահմաններ ասվածը որևէ մեկի համար, որը զբաղվում է աշխարհաքաղաքականությամբ, այսօր գոյություն չունի։ Հետևաբար Հայաստանը տվել է իր հանդեպ աշխարհաքաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն, լինելով աշխարհաքաղաքական process-ի օբյեկտ եւ ոչ թե սուբյեկտ։ Այս պատկերը պետք է փոխվի։ Եթե սա չի փոխվում, ապա կրկնեմ, Կովկասում ինտենսիվ process-ների կամ process-ների ինտենսիվացման պայմաններում, իսկ դա տեղի է ունենալու վաղ թե ուշ, բոլոր պատասխանները պահանջվելու են Հայաստանից։ Եվ այստեղ հարց է առաջանում, Հայաստանը ի վիճակի է լինելու տալ այդ պատասխանները, եթե հրաժարվել է սուբյեկտ լինելու կարգավիճակից։ Իսկ պատասխան ասվածը դա գինն է եւ ոչ թե բանավոր ինչ-որ խոսք կամ անգամ գրավոր ինչ-որ խոսք։ Պատասխանը աշխարհաքաղաքական process-ում դա գինն է եւ գինը բոլորը պահանջելու են Հայաստանից, Կովկասում աշխարհաքաղաքական սահմաններ պահպանելու կամ դրանք որևէ կերպ փոխելու գինը։ Ահա սա է, որ պետք է փոխվի
Հայաստանի քաղաքականության փոփոխության տեսքով, եւ հետեւաբար սա է, որ պետք է փոխի Հայաստանի հանրությունը, ունենալով դրա հնարավորությունը խորհրդարանի ընտրության գործընթացի տեսքով։ Պարզ է, որ այդ փոփոխությունը հնարավոր է, եթե Հայաստանում տեղի է ունենում իշխանության փոփոխություն, որովհետեւ այս իշխանությունը իր դիրքորոշումներով եւ իր համար գծած, այսպես ասած, հունով չի թողել որևէ այլ տարածություն, քան այն, ինչ տեղի է ունենում այսօր, քան այն քաղաքականությունը, որ իրականացնում են այսօր։ Եվ հետեւաբար սա նշանակում է, որ քաղաքականությունը շարունակելու դեպքում Հայաստանը անխուսափելիորեն կանգնելու է այդ գնի վերաբերյալ հարցադրումների առաջ։ Եվ այստեղ է, որ բերում են այն կեղծ թեզը, թե առարկել, փոխել այս իրավիճակը նշանակում է գնալ պատերազմի, իսկ հակառակը խաղաղություն է։ Դա կեղծ է, որովհետև պատերազմի ճանապարհը հենց այն է, երբ բոլոր հարցերի պատասխանները ուղղվելու են բացառապես Հայաստանին, երբ Հայաստանը իրեն դիրքավորել է պատասխան, այսինքն գին տվողի բացառիկ դերում, որովհետև ինչքան է շարունակվելու այդ գինը տալու process-ը։ Չէ՞ որ Հայաստանը ինչ որ մի պահի պետք է դադարի վճարել այդ գինը, Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների գինը, մինչդեռ տվել է այդ գինը իրենից պահանջելու կարևորագույն հիմքը, հռչակել է ինքն իրեն կոնֆլիկտային, որպես պետություն իր պետական հիմքով կոնֆլիկտային, իսկ թե ինչ պետություն է այլևս լինելու դրանից հետո, թվում է, թե Հայաստանը ինքը կարող է որոշել։ Երբ Հայաստանն իր պետական բովանդակության հարցը դարձնում է քննարկման առարկա արտաքին տիրույթում, դա նշանակում է ինքը իր պետականության հարցը դուրս է բերում Հայաստանի հասարակության տիրույթից, Հայաստանի ներքին գործի տիրույթից եւ դարձնում արտաքին քննարկման առարկա, իսկ դրսում, այսինքն այդ շրջանակում արտաքին դաշտում արդեն կորոշեն, ինչպիսին է լինելու Հայաստանը որպես պետություն կամ լինելու է արդյոք թե ոչ։ Եվ այստեղ կրկնեմ գալիս է հետևյալ հարցը. Հայաստանը որևէ պահի դադարելու է արդյոք գին վճարելուց, թե վճարելու է մինչև վերջ, հետեւաբար սա նշանակում է մինչև պետականության վերջ։ Հենց դադարի գին վճարելուց անմիջապես իր առաջ են դնելու այդ պատերազմի հարցը, որովհետև այդ շանտաժը իր առաջ դնելու հիմքը տվել է հենց Հայաստանը։ Սա է, որ պետք է փոխվի, որովհետև հենց փոփոխությամբ է Հայաստանը դուրս գալու խաղաղություն կառուցելու ճանապարհ, որովհետև այդպես է, որ Հայաստանը ստանալու է խաղաղության սուբյեկտ, ոչ թե օբյեկտ լինելու հնարավորություն։ Այդպես է, որ Հայաստանը դառնալու է աշխարհաքաղաքական process-ի մասնակից, ոչ թե թիրախ կամ նպատակ։ Իսկ այստեղ նպատակները արդեն որոշելու են այլոք։ Հայաստանը լինելու է մյուսների նպատակը եւ ոչ թե ունենալու է իր նպատակները։ Ահա այս փոփոխությունը եթե տեղի ունենում է, ապա Հայաստանը իսկապես ստանում է խաղաղության ճանապարհի դուրս գալու հնարավորություն, երբ այլևս դուրս է գալիս գին վճարողի բացառիկ կարգավիճակից, որում պաշտոնական Երևանի քաղաքականությունն է դրել հայկական պետականությունը եւ դառնալու է արդեն process-ների մասնակից, քննարկելով նաեւ իր շահերը եւ իր նպատակները։ Սրա հնարավորությունը կա խորհրդարանի ընտրությամբ եւ այդ հնարավորությունը կա, քանի դեռ Կովկասում չկա աշխարհաքաղաքական սահմանների համար ինտենսիվ եւ թեժ պայքար։ Պետք է օգտվել ժամանակային այս համադրությունից, խորհրդարանի ընտրություն եւ Կովկասում աշխարհաքաղաքական պայքարի ինտենսիվության եւ թեժության բացակայություն եւ փոխել քաղաքականությունը, ըստ այդմ բացել Հայաստանի համար խաղաղություն կառուցելու սուբյեկտային եւ տարածքային հնարավորություն, բացել Հայաստանի համար ճանապարհ դեպի խաղաղություն։ Այս խնդիրն է, որ պետք է կարողանա լուծել Հայաստանի հասարակությունը խաղաղություն կառուցելու համար։